Բաքվում է Պակիստանի վարչապետը։ Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ։ Հիշեցնեմ, Պակիստանը աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ նպատակով է Պակիստանի վարչապետը այցելել Ադրբեջան։ Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն էլ պետական այցով։ Այս անգամ իր այցը պաշտոնական է եւ տարածաշրջանային տուրնեի մի մասն է կազմում, իսկ տուրնեի նպատակն է աջակցություն ստանալ բարեկամ պետություններից Հնդկաստանի դեմ ռազմական օպերացիայի հարցում։ Ուրեմն Բաքու է ժամանել Ստամբուլից, ուր հանդիպում եւ բանակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Այսօր, ինչպես ասացիր, արդեն Ալիևի հետ է բանակցում, իսկ վաղը կմասնակցի Լաչինում նոր օդանավակայանի բացման արարողությանը։ Դա արդեն Արցախում երրորդ օդանավակայանն է Արցախը գրավելուց հետո, եւ այդպիսով Շարիֆը ընդգծելու է Պակիստանի դերը Արցախը Ադրբեջանի կողմից գրավելու հարցում։ Վաղը նաև Լաչինում տեղի կունենա Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա երկրորդ գագաթնաժողովը, այսինքն Էրդողանը նույնպես կժամանի այնտեղ։ Առաջին գագաթնաժողովը անցած տարի Աստանայում էր տեղի ունեցել, իսկ խորհրդարանների նախագահների այդ եռակողմ ձևաչափի հանդիպումը Շուշիում էր տեղի ունեցել, եթե հիշում ես։ Այսպիսով այդ եռակողմ համագործակցությունը Անկարա, Իսլամաբադ, Բաքու շարունակում է զարգանալ եւ նոր թափ է առնում Հնդկաստանի դեմ Պակիստանի ռազմական օպերացիայից հետո։ Այդ ռազմական գործողություններում Թուրքիան եւ Ադրբեջանը աջակցություն էին հայտնել Պակիստանին, մինչդեռ Հայաստանը անուղղակիորեն աջակցում էր Հնդկաստանին։ Բնական է Հնդկաստանում այս ամենը նկատում են, գնահատում են, եզրակացություններ են անում։ Հավանաբար դա պետք է որ դրսևորվի ինչ-որ ձևով Հայաստանին աջակցությունը ավելացնելու մեջ։ Իդեպ նշեմ, որ Հայաստանի մեկ այլ բարեկամ Ֆրանսիան նույնպես աջակցություն է ցուցաբերում Հնդկաստանին, ինչը չենք կարող ասել մեր մյուս բարեկամ Իրանին, որը թեև ժամանակին տարածքային խնդիրներ է ունեցել Պակիստանի հետ, այնուամենայնիվ այս դեպքում հակված է աջակցել Պակիստանին, հաշվի առնելով հավանաբար կրոնական համերաշխության փաստը։ Թուրքիա, Պակիստանի վարչապետը մեկնել էր Թեհրանից, Իրանը նույնպես տարածաշրջանային այցի մասն էր, այնտեղ նա բանակցել էր Այաթոլլահ Խամենեիի հետ։ Արտյոմ, Բաքու-Իսլամաբադ հարաբերություններում կարևոր ուղղություններից մեկը ռազմական ոլորտում համագործակցությունն է, կարծում եմ այս անգամ այդ ուղղությունը եւս շոշափվելու է։ Վստահ եմ, որ նաև այս այցի ընթացքում նոր զարգացումներ արժի սպասել, բանն այն է, որ մի քանի օր առաջ տարբեր լրատվամիջոցներում եւ արևմտյան եւ արաբական տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից ձեռք բերել եւս 24 JF-17 տեսակի կործանիչներ պակիստանա-չինական արտադրության։ Իդեպ այդ կործանիչները Հնդկաստանի դեմ պատերազմում իրենց բավական լավ այդպես ներկայացրեցին։ Մինչ այդ 16 կործանիչ էր Պակիստանից գնել Ադրբեջանը, 1.5 միլիարդ դոլարի գործարք էր։ Այս անգամ եւս գրեթե 4.5 միլիարդի կարող է այս գործարքը հասնել, եթե այս տեղեկությունները հաստատվեն։ Համենայն դեպս կարծում եմ զուգադիպություն չէ այն, որ այս տեղեկությունը տարածվել է հենց այցից առաջ։ Ամենայն հավանականությամբ այդ այցի ընթացքում որոշակի այսպես փաստաթղթավորման հնարավորություն կունենան։ Զուգահեռ աճում են հնդկական ռազմական մատակարարումները Հայաստանին։ Հայաստանը Հնդկաստանի խոշորագույն ռազմատեխնիկական պարտներն է։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանը իր սպառազինության ավելի քան 43%-ը հենց Հնդկաստանից է ձեռք բերում։ Արտյոմ, նշեցիր, որ Հնդկաստանում, Նյու Դելիում այս ամենը տեսնում են եւ ինչով կպատասխանի Հնդկաստանը Բաքվին, Պակիստանին ակնհայտ աջակցելու համար։ Դե մամուլում սոցցանցերում հնդկական հնչում են կոչեր պատժել Ադրբեջանին, էմբարգո հայտարարել, տնտեսական պատերազմ սկսել, բայց առայժմ որևէ այսպես շոշափելի հետևանք այս կոչերը չեն ունեցել, եթե չհաշվի չառնենք զբոսաշրջային ինդուստրիայում որոշ կոշտ քայլերի։
մի շարք խոշոր զբոսաշրջային ընկերություններ հրաժարվեցին Ադրբեջանի հետ համագործակցությունից եւ туриզմի ծավալները ակնհայտորեն նվազում են, ինչը կարող է Ադրբեջանի համար ցավոտ լինել, եթե հաշվի առնենք, որ Հնդկաստանը Ադրբեջանի թիվ 3-րդ պարտներն է զբոսաշրջիկների ծավալներով, գրեթե կամ նույնիսկ ավելի քան 1/4 միլիոն զբոսաշրջիկ է Հնդկաստանից Ադրբեջան եկել անցած տարի, բայց որևէ էմբարգոյի մասին առայժմ խոսք չկա, քանի որ Հնդկաստանում այնուամենայնիվ շարունակում են գնահատել Ադրբեջանին որպես առևտրային պարտներ, քանի որ առևտրի շրջանառությունը հասնում է $1 միլիարդ, ինչը բավական մեծ ցուցանիշ է, միայն կես միլիարդ դոլարի Հնդկաստանը Ադրբեջանից նավթամթերք է ձեռք բերում, Բաքվում դրանից օգտվում են, բայց կարծում եմ արդեն վաղուց ժամանակն է, որ Հնդկաստանում գնահատական տան, թե ինչ է կոչվում այն պետությունը, որը թշնամու բարեկամն է, կամ որն է այդ պետությունը, որը բարեկամի թշնամին է։ Շնորհակալություն, Արծը։